Հիշում եք մեր պատմություն պատմեց Հիսուսը անառակ որդու մասին։ Մարդու մի որդին եկավ ասեց պապ, իմ բաժինը դու գնում եմ, հա? Անառակ որդու պատմությունը։ Հիսուսն է պատմում։ Գնալու գլուխ խփի պատերին գատուն, ուր պետք է գնա։ Ուր է գնալու։ Եթե իհարկե աղոթես իր համար, եթե նեղացես գնում ես գնա վեճեշես։ Չգիտեմ ինչ կլինի իր հետ։ Այդ հայրը հաստատ աղոթում էր ու սպասում էր, որովհետև հերվից տեսավ տղուն։ Աշկը դրաններ, հա, հայրն ասում են։ Էս է սիրելիս դաստիարակությունը, կամ դու Աստծո հետ ես դաստիարակում իրան, կամ դու Հիսուսի հետ ես ծանոթացնում, կամ ոչ մեկի հետ չես ծանոթացրել ուրեմն։ Այս աշխարհը այսօր այնքան պիղծ է, որ ոնց ուզում իրանց գողանում տանում է։ Այսօր այնքան հեշտ է պղծությունը։ Ես մեկը նայում եմ ես քրիստոնյանին ու հասկանում եմ, որ իսկականից Հիսուսից ավելի շատ են սիրում իրանց երեխեքին։ Հայրը ասեց գնում ես գնա։ Առ, ունեցվածքը դել եմ տալիս։ Ուզում ես գնա։ Վատ պապա էր, հա երևի, վատ պապա չէր, սիրելիս, գիտես ինչա գրած։ Գրածը կանգնած սպասում էր տղուն։ Կանգնած սպասում էր, գնա, գնում ես գնա։ Չեմ պահի քեզ, բայց հա աղոթելու եմ քո համար։ Մեկը սպասելու եմ։ Մեկը ես ասել եմ չէ իմ երեխին պետք է փրկվի։ Բայց գնում ես գնա, հերիքա ես քո կապրիզներին դիմանամ։ Այն մարդ կարա ինքը իր մեջ, տենա այդ թաքնված գուրքը կա իր մեջ թե չէ։ Ամբողջ գիշեր արթուն մնաս, երբ որ ինքը հիվանդ է։ Երբ որ մի տեղը ցավում է։ Հիշում եք ինչ ասեց Հիսուսը։ Ասես տենց էլ մի ժամ հետս արթուն չմնացիք։ Պետրոս Հովանես։ Դե կարաս դու ես։ Երբ որ հարց հասնում Աստծուն ու հարց հասնում է երեխուդ, ինչքան ես դու պատրաստ։ Պատրաստ ես երեխուդ համար գնաս ամենավատ գործը, ամենածանր աշխատանքը անես, որ այսօր ուտելու բան բերես։ Այսօր գալիս է շաբաթը, պատրաստ ես գաս Հիսուսին։ Իրա համար մի ժամ ունենաս։ Այնքան էշտա դու ներսում ես դու ես, ինչքանով ես դու բռնված երեխեքից, ինչքանով երկնքից։ Եթե տենում ես տարբերությունը երեխեքիդ կողմն, ուրեմն երեխը դառնա քո համար կուրք։